8 անց, այդ թվում Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ու համակիրներ են ձերբակալվել, ընտրակաշառք տալու, ստանալու, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքներով, հայտնում է հակակոռուպցիոն կոմիտեն։ Նրանցից 3-ը ըստ կոմիտեի տվել են խոստովանական ցուցմունքներ։ 3 լայնածավալ խուզարկություններ էին Գյումրիի ընտրություններին մասնակցող ընդդիմադիր 2 քաղաքական ուժերի Մայր Հայաստանի եւ Մեր քաղաքի շտաբներում ու տներում։ Ընդդիմադիրներն այդ գործողությունները որակում են որպես քաղաքական հետապնդում։ Հարավային Կովկասում հաղորդակցության միջոցների ապաշրջափակման գործընթացը կանգ է առել Արևմուտքի կործանարար ազդեցության պատճառով, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը, հավելելով՝ Հայաստանի դիրքորոշումը նույնպես հաճախ հարցեր է առաջացնում։ Ռուսաստանի նախագահն առաջարկում է քննարկել Ուկրաինայում ժամանակավոր կառավարում ներդնելու հարցը, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու, ժողովրդի վստահությունը վայելող անձանց իշխանության բերելու, այնուհետև նրանց հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահը։ Թեհրանը պատասխանել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ նոր համաձայնագիր կնքելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին, հայտարարել է այդ երկրի արտգործնախարարը, նշելով, որ Իրանի քաղաքականությունը շարունակում է պահպանվել, չգնալ ուղիղ բանակցությունների ճանապարհով առավելագույն ճնշման ու ռազմական սպառնալիքների պայմաններում, սակայն ինչպես եղել է նախկինում, անուղղակի բանակցություններն ըստ դիվանագետի կարող են շարունակվել։